Խնդրեմ։ Հարց ունեք։ Խնդրեմ։ Ճիշտ ասած ուզում եի ելույթի տեսքով ասել, բայց ինձ թվում է այսպես էլ կլինի Տիկին Գրիգորյան, ձեր թվարկած կետերի հետ ընդհանուր առմամբ ոչ մի խնդիր չեմ տեսնում, բայց օրինակ օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասը կառաջարկեի ամբողջությամբ հանել, գրված է օտարերկրյա պետություններում, այդ թվում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչություններ գործուղված ծառայողները արտաքին հետախուզական սեփական անվտանգության ապահովման ուղղված գործողություններից բացի իրականացնում են նաև արտաքին հետախուզական գործառույթներ վարչապետի որոշմամբ սահմանված դեպքերում կարգով համագործակցելով ազգային անվտանգության ծառայության հետ։ Հիմնավորումը ինչի եմ առաջարկում, որ դա հանենք, Հայաստանի եւ օտարերկրյա պետությունների ազգային օրենսդրություններով օտարերկրյա պետության սուվերեն տարածքում հետախուզական, հակահետախուզական գործողությունը արգելված է։ Քրեորեն հետապնդվող բաժելի գործողություն է, հետախուզական, հակահետախուզական գործողությունը օպերատիվ հետախուզական ուժերի միջոցների համակցությամբ համակարգային կիրառումն է։ Դիվանագիտական ներկայացուցիչների գործառությունը ընդունող պետությունն է կարգավորվում Վիեննայի կոնվենցիայով եւ միջազգային նորմերով, իսկ այլ ներկայացուցիչների գործունեությունը կարգավորվում է համաձայնագրերով եւ կանոնադրություններով, որոնցում հետախուզական, հակահետախուզական գործողության մասին խոսք անգամ չկա եւ չի կարող լինել։ Ավելին լեգիտիմացնելով օրենքով արգելված գործունեությունը ընդունող պետությունները նախապես իրազեկվում են այն մասին, որ Հայաստանը ազգային օրենքի ուժով խախտում է իր պարտավորությունները եւ լիազորում է իր դիվանագիտական եւ այլ ներկայացուցիչներին զբաղվել իրենց կարգավիճակի հետ անհամատեղելի գործողությամբ, այսպիսով ընդունող պետությունների իրավական հիմք է տրամադրվում, վկայակոչելով սույն օրենքի 4-րդ կետի հոդվածը, սանկցիաներ կիրառել, արտաքսել, օրինակ Հայաստանի ներկայացուցիչներին ցանկացած աշխատակցի նկատմամբ։ Հատկանշական է նաեւ այն, որ հոդվածում ուղղակի նշված է, որ ընդունող պետության տարածքում օրենքով արգելված գործունեության դեպքերը, կարգերը սահմանում է վարչապետը։ Ես իհարկե հասկանում եմ, որ գործառույթի գործերի բերումով պետք է իրականացնի բնականաբար տրամաբանորեն այդ գործողությունները, բայց կարծում եմ, որ իմ կարծիքն էլի կարող ենք սա հանել օրենքից եւ ենթահարուսական գաղտնի ակտերով, այլ նորմերով, որը հնարավոր է, որը գաղտնի կարա լինի, բայց ոչ օրենքում էլի նման կետ ամրագրել։ Շատ կարևոր բան եք նշում, հատկապես ձեր օգնական այդ ճանապարհը անցել է։ Շատ լավ գիտի, որ ես էլ պատահական չեմ ասում, ձեր օգնականը շատ լավ տվել է իրավական խոչընդոտների մասին մեկնաբանություն, խնդրեմ։ Շնորհակալ եմ Տիկին Պողոսյան հարցի համար, իրականում իրավական որևէ խոչընդոտ չկա եւ հիմա բացատրեմ թե ինչի եմ նման կարծիքի։ Նախ խոսքը օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության աշխատանքի շրջանակներում հետախուզական, հակահետախուզական, այսինքն հետախուզական գործունեության անվտանգության ապահովման մասին է։ Այս մի քիչ բարդ կոնցեպտ է։ Մենք սրա մասին երկարատև քննարկումներ ունեցել ենք թե ԱԳՆ-ի, թե ԱԱԾ-ի մեր գործընկերների հետ։ Մենք այս հարցով ուսումնասիրել ենք միջազգային փորձը, այդ թվում օրենքի մակարդակով կարգավորման ենթակա ժողովրդավարական ռեժիմների մասին է խոսքը, որովհետև մենք մեր ելակետը այն է, որ օրենքը մեր երկրում իրավական հիմքերը պիտի լինեն այն մանդատի շրջանակներում, այն ֆունկցիոնալի համար, որը պահանջում է սահմանադրության իմաստով իրավական աստիճանը նախատեսել օրենքի մակարդակով եւ ոչ թե ենթահարուսական մակարդակով, մենք գնում ենք այդ լուծումների հետևից։ Ինքը նորմալ կարգավորում է այն իմաստով, որ ինքը իրավական հիմք է նախատեսում, որ այդ օտարերկրյա պետություններում ներկայացուցչության շրջանակներում տարբեր ֆունկցիոնալ կրող Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ ունենում են վարչապետի որոշմամբ կարգավորված համագործակցության կարգ։ Այսինքն Հայաստանի Հանրապետության X մայրաքաղաքում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունում ներկայացված կապի ծառայողները ԱԱԾ-ից, հետախուզությունից, չգիտեմ, դիվանագիտական ծառայողները ինչպես են փոխհարաբերվում միմյանց հետ, այսինքն խոսքը վերաբերում է մեր ծառայողների համար նախատեսվող հարաբերակցության պայմաններին, կանոններին, եւ սա իրավական հիմքն է օրենքի մակարդակով պիտի լինի, որ հաջորդիվ արդեն վարչապետի որոշմամբ կարգավորվեն ընթացակարգերը։ Բայց ես շնորհակալ եմ, որ դուք այս դիտարկումը անում եք, մենք այստեղ դրամշակված մեր փոփոխությունը նաեւ վերաբերում էր դրան եւ ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ ոչ որևէ
միջպետական սկանդալի կամ որևէ դիվանագիտական հարաբերությունները կարգավորող Վիեննայի կոնվենցիայի ոչ հյուպատոսական հարաբերությունները կարգավորող Վիեննայի կոնվենցիայի որևէ խախտման հետ այստեղ վստահ եղեք, որ որևէ բան չկա։ Ես հասկանում եմ, որ ինքը ծանր նախադասություն է, եւ մենք փորձել ենք նաեւ լրամշակման միջոցով նաեւ հնարավորինս ավելի լավ ձևակերպել այս նախադասությունը։ Տիկին Գրիգորյան, մենք խնդրեմ, արձագանք։ Չեմ կասկածում Տիկին Գրիգորյան, որ ես ձեր հետ բախտ եմ ունեցել աշխատելու, չեմ կասկածում, որ երկար ժամանակ է աշխատանք արվել, նախադասությունը իրոք ականջի համար եւ իրավական մեկնաբանության համար խնդրահարույց է, ուրախ եմ ես տեղյակ չէի լրամշակման մասին, ես զուտ անհանգստացած էի, որ մենք խնդիրներ չունենք, որովհետև այլ երկրի նմանատիպ օրենքներ ուսումնասիրելուց տեսել եմ, որ նման ձևակերպում չկա։ Բնականաբար ես հասկանում եմ, որ բոլորն այդ գործառույթը անում են, բայց օրենքում չեն ամրագրում։ Ես զուտ ուզում եի, որ մենք խնդիր չունենանք հետագայում։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն Տիկին Պողոսյան, բոլորս էլ ամեն